Պատրաստ է Բաքուն ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Հայաստանի արտգործնախարարը կարծում է ոչ, նա այդպես է հասկացել Բաքվից հնչող հայտարարություններից կամ առաջ քաշված նախապայմաններից։ Այն դեպքում, որ պաշտոնական Երևանը հայտարարում է, պատրաստ է ստորագրել, եթե որոշեն տեղն ու ժամը։ Այս պահին մենք նույն պատրաստակամությունը պաշտոնական Բաքվից չենք լսել։ Իրավացիորեն նշեցիք, որ խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմանը զուգահեռ եւ դրանից հետո արդեն նորից Ադրբեջանը որոշակի այլ նախապայմաններ է տեսնում, պատկերացնում։ Միրզոյանի խոսքով պետք է շարունակեն աշխատել ու գտնել փոխադարձ լուծումներ, որովհետև այլընտրանք չկա։ Այս պահին այո, չկա ըմբռնում, որտեղ եւ երբ պետք է ստորագրվի։ Մենք ուզում եմ մեկ անգամ եւս ասել, պատրաստ ենք հնարավորինս արագ ներգրավել այդ գործընթացում եւ դնել մեր ստորագրությունը։ Արագ ստորագրել համաձայնագիրը Երևանին ու Բաքվին հորդորում է նաև Իրանի արտգործնախարարը։ Թեհրանը ողջունում է խաղաղության պայմանագրի համաձայնեցումը ու կարծում, որ դրա ստորագրմամբ խաղաղություն ու կայունություն կհաստատվի Հարավային Կովկասում։ Այդ համաձայնությունը շատ կարևոր է նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար եւ հույս ունենք, որ խնդիրները, որոնք կան, արագ կլուծվեն եւ համաձայնագիրը կստորագրվի։ Էսկալացիայի ավելացման վտանգը տարածաշրջանում գոյություն ունի ու խաղաղության համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ դա նվազագույնի կհասնի։ Թեհրանը կարծում է էսկալացիայի ռիսկերը պետք է նվազեցնել երկխոսության միջոցով, ոչ մի խնդրի լուծում չի կարող լինել ռազմական ճանապարհով, այդ թվում Զանգեզուրի միջանցքի հարցը։ Իրանը շարունակում է դեմ արտահայտվել Ադրբեջանի այդ պահանջին։ Խնդիրները տարածաշրջանում պետք է լուծվեն երկխոսության եւ դիվանագիտության միջոցով։ Մենք դեմ ենք ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու ցանկացած տարբերակի։ Տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը պետք է լինի երկրների ինքնիշխանության ներքո։ Բաքուն Զանգեզուրի միջանցքի պահանջին զուգահեռ խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո սրել է նաև ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ու դիտորդներին մեր երկրից դուրս բերելու պահանջները։ Այսպես ասած, դրանք դարձնելով նախապայմաններ խաղաղության պայմանագրի ստորագրման համար։ Երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու։ Հայաստանի խորհրդարանի նախագահի կարծիքով Հայաստանը դիվանագիտական շախումատ է արել Ադրբեջանին։ Անակնկալի է բերել համաձայնելով խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերին։ Ռեալ իրենք ուզում են համոզած լինեն, որ Ադրբեջանը չէր հավատում, Ադրբեջանի համար անընդունելի զարմանալի էր, որ Հայաստանը ընդունել է այդ առաջարկները, այսինքն նույնիսկ Ադրբեջանն է հասկանում, որ Հայաստանի համար ինքնասպանություն են այդ առաջարկները։ Եթե Բաքուն նոր նախապայմաններ է առաջ քաշում խաղաղության պայմանագիրը չստորագրելու համար, հրադադարի մասին ապա տեղեկատվությունը ինչու է տարածում Ադրբեջանը։ Այս հարցում Բաքվի քաղաքականությունը դեռ չի հասկացել Ալեն Սիմոնյանը։ Այդ կրակոցները, որոնք որ դուք մատնանշում եք, որ իրանց մամուլում տեղ գտած կար, դրանք առանձին հետաքննության առիթ են։ Հայաստանի Հանրապետությունը սա է։ Ընդդիմության կարծիքով Ադրբեջանն օգտագործում է խաղաղության պայմանագիրը իր ուզած միակողմանի զիջումներին հասնելու համար, օգտագործելով Հայաստանի խաղաղության մասին մի թուղթ ունենալու անհակ ցանկությունը։ Ընդդիմությունը երկու բան կա ասելու, առաջին հերթին ընդդիմությունը այդ տեքստը տեսել է, որ տենց բան է ասում։ Երկրորդ հերթին ոնց կարող է միակողմանի լինի, եթե բոլոր դրույթները վերաբերում է երկու կողմին։ Ես ծխող եմ, դուք ծխող չեք։ Եթե ես եւ դուք հիմա պայմանավորվենք, որ սկսած վաղվանից մեզանից որ մեկը առաջինը ծխի, մյուսին վճարում է $1000, դա երկկողմանի պայմանագիր է, չէ՞։ Բայց դա աբսուրդ է, որովհետեւ դուք ծխող չեք, ու այդտեղ ամենահավանականը, որ կպարտվեմ, ես եմ։ Մի օրինակ էլ Ալեն Սիմոնյանն է բերել, փորձելով ապացուցել, որ միակողմանի ոչինչ չկա խաղաղության պայմանագրում։ Դե օրինակ այնտեղ գրված է, որ հայկական կողմը պետք է կապիտուլացվի, դա նշանակում է, որ ադրբեջանական կողմը նույնպես պետք է կապիտուլացվի։ Լիլիթ Սարգսյան, Կարինե Մանգասարյան, Առաքել Օհանյան, Միլենա Պողոսյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։